Բարեկամներ, հարգանքներս, մենք այսօր բռնել ենք ճանապարհ, որը մեզ տանելու է շատ քաղցր մի տեղ, աշխատասեր մի տեղ, որի անունն է Մեղրաձոր։ Այս հրաշք տեսարաններով գնում ենք հենց մեր լեռների պես ամուր ու հզոր հայրիկի մոտ։ Մեզ զգուշացրել են, որ այսօր Մեղրաձորում մեղր մարդու ծննդյան օր է։ Եվ հենց տեսանիքը այստեղից սկսելը շատ ճիշտ եղավ, նպատակահարմար եղավ, դրա համար էլ ասեցի։ Իսկ հիմա գնում ենք Բորխուսերը հարցնում ենք հայրիկին։ Ծնունդը շնորհավոր։ Ես քեզ կանեմ սպասել նայել։ Բա դրա արժան դե հելն կախվելս։ Ինչ անեմ, սենց։ Այսպես ֆոկուս։ Հիշում ես, որ քեզ պատերժկա արած նոր էս ճղիկ է։ Հետևում ենք Աշոտի քեմերին։ Աշոտը մեր հոբելյարի առաջին թորնիկն է, մեծ թորնիկը, անունը կրողը։ Իրենց կյանքը չխնայեցին հանուն հայրենիքի։ Այստեղ ես ոնց հասկանում եմ, բանն էլ է այստեղ 45 թվականի համաշխարհային պատերազմին է։ Հա, իսկ այստեղ մեր անուշ աղբերներ։ Սաղը ժամկետային են եղել։ Էս ինչ մեդալ է։ Աստծո զորությամբ ու կամքով թողել չլինի նման պատերազմներ ամբողջ աշխարհում։ Հովսեփը, Ժորան եւ Արտաշեսն են իրենց հարազատ դպրոցի պատին նկարված։ Սուրբ Մանուկ մատուրն են կերներ։ Աստված պահապան բոլորիս մեր հայ ազգին։ Բարեկամներ, հարգանքներս, մենք այսօր բռնել ենք ճանապարհ, որը մեզ տանելու է շատ քաղցր մի տեղ, աշխատասեր մի տեղ, որի անունն է Մեղրաձոր։ Մեղրաձորը Հրազդանի գյուղերից է, բարեկամներ, եւ մենք հիմա գտնվում ենք Երասխում, այստեղ հրաշք գյուտական աստվածաշնչյան տեսարան կա, որ ուզում ենք ձեզ հետ կիսվել, տեսեք ու հիացեք մեր Սուրբ Լեռան գեղեցկությամբ, ամպերի խառնվածքով, մաքուր օդով, հրաշք ձնածածկույթով եւ գեղեցիկ արևի նախշերով մեր մասից լեռն է երևում։ Եվ իհարկե մի գազել, որը փակել էր մեր ճանապարհը, որոշեցինք Աֆգանիա տանել։ Տեսեք ինչ գեղեցիկ է Արարատյան դաշտավայրը։ Այնտեղն է, որ կարող ես կանգնել ու զգալ հայ ազգի հզորությունը, գենի խորությունը դարերի մեջ եւ քեզ լավ զգաս։ Հպարտանաս, որ դու հայ ես, որ սա քո նախնիների պահածն է, խնամածը ու քեզ հասածը։ Այս հրաշք տեսարաններով գնում ենք հենց մեր լեռների պես ամուր ու հզոր հայրիկի մոտ։ Մեր հայոց հայրերը եւ այրերը հենց մեր սարերի նման են։ Եվ հենց տեսանիքը այստեղից սկսելը շատ ճիշտ եղավ, նպատակահարմար եղավ, դրա համար էլ ասեցի։ Իսկ հիմա գնում ենք Բորխուսերը հարցնում ենք հայրիկին։ Գնանք գեղեցիկ կազմակերպենք անակնկալը Մեղրաձորում։ Մեղրաձոր, իմ սիրած օթևան, գալիս ենք քո մոտ, Մեղրաձոր։ Հարգանքներս բոլոր մեղրաձորցիներին Երասխից, Եղեգնաձորցու կողմից, գալիս ենք։ Ծխոտ է, բուտկաներն են ընկերներ, շուտով այստեղ կլինի թարմ ձմերուկ եւ մնացած այլ մրգերը։ Իսկ աչի վրա ծիրանի ծառերն են, ցոգոլի սիրահարներ պատրաստ է գողություն անելու։ Օրերը մոտենում են, բայց չափի մեջ կանենք գողությունը, որովհետև այս դաշտերը մեծ ջանքերով են մշակվում եւ բերքատվության հասցնում։ Իսկ մենք հիմա արգելակում ենք ուզած-չուզած։ Резко արգելակիլինա բրավո, ребята, потому что было очень сложный վիճակ։ Բարեկամներ, ահա, եկանք հասանք արդեն Ծաղկաձոր տանող խաչմերուկը։ Եվ մեր Մեղրաձոր ճանապարհը հենց այստեղով է գնում։ Պետք է գնանք Ծաղկաձորի կողքով անցնենք, գնանք Մեղրաձոր, Ծաղկաձոր, Մեղրաձոր, Վայոց ձոր, ից եկած մարդիկ։ Հրաշալի ձորեր են հայոց աշխարհում եւ ամեն մեկը իր բնակեցված գեղեցիկ մարդկանցով, տրադիցիաներով ու պատմություններով։ Այսօրվա մեր պատմությունը Մեղրաձոր գյուղի մասին է, այնտեղ բնակվող մարդկանց մասին եւ այդ մարդկանցից մեկի հատուկ ով մեր տեսանյութերը նայում է, շատ սիրված հայրիկ է, անձնավորություն է առհասարակ, մենք էլ մեծ սիրով ու գեղեցիկ պահվածքով գնում ենք Մեղրաձոր
հրավիրելու։ Այսօր նրա օրն է։ Այսօրվա մեր պատմության անուններն են մեծ աղբեր Աշոտը, Հայրիկը Սիրված եւ նրա երկու որդիները, ովքեր որոշել են անակնկալ անեն։ Մեծ որդին Էդգարը եւ փոքր որդին Արմենը։ Երկուսը որոշել են իրենց հայրիկին ուրախացնել, հպարտությունը փոխանցել, սերը փոխանցել եւ շնորհակալություն հայտնել, որ նա լավ հայրիկ է եղել, լավ ուղեցույց կյանքի, հզորության լավ օրինակ եւ նրանք այդ օրինակով ոգեշնչված ապրում են, արարում են, թեկուզ այս պայն Հայաստանում չեն, բայց նրանց ստեղծածը միշտ կմնա մնայուն եւ հայրիկին շնորհակալ ձեռագրով։ Հիմա կադրում Հրազդանի ջերմակայանն է, Հրազդան քաղաքը գեղեցիկ, ձյունածածկ լեռները, այստեղ դեռ ձմեռ է եւ հենց սա է պատճառը, թեկուզ որ Ծաղկաձորը կարողանում է գրավել տուրիստներին։ Այստեղի բնակդիմայական պայմանները շատ բարենպաստ են եւ նպաստում են մարդու կատարյալ հանգստին։ Այդ իսկ պատճառով դեռ վաղեմի ժամանակներից այստեղ մարդիկ եկել են, հանգստացել են, իրենց լավ են զգացել։ Այս անկյունը մեր հայրենիքի գեղատեսիլ անկյուններից մեկն է, հպարտանալու անկյուններից մեկը, որը շարունակում է ծաղկել եւ բոլորիս ուրախացնել իր ծաղկելով։ Բուրավետ է ծաղկում, էլի։ Հիմա էլ Մեղրաձորն է ծաղկել, որովհետև գնում ենք Մեղրաձոր։ Ծանոթանանք Մեղրաձորի կուլտուրային մշակույթին։ Մեզ լավ զգանք, այնտեղ անգամ ջրվեժ կա, որը եթե հնարավոր լինի, կնկարենք ձեզ համար։ Եթե հնարավոր չլինի, օրերը դեռ առջևում են, կգնանք կնկարենք։ Բարեկամներ, հասանք այնտեղը, որտեղից եթե ուղիղ գնաս գնում ես Ծաղկաձորից, եթե աջ գնաս գնում ես Մեղրաձոր։ Մի կողմում Ծաղկաց դաշտերն ու ձորերն են, մի կողմում Մեղրով քաղցրահամ դաշտերն ու ձորերը։ Առաջին անգամ ենք գնում Մեղրաձոր, ոտներս թերով լինի, ով չգիտեր Մեղրաձորի մասին, իմացեք, Մեղրաձորը մեր հայոց աշխարհի գեղեցիկ բնակավայրերից մեկն է, մենք էլ գնում ենք այնտեղ մեր ներկան ստանալու գեղեցիկ ձևով, հարգալից տեմպերով։ Գնացինք։ Արգելիներս, Մեղրաձոր տանող ճանապարհը շատ գեղեցիկ է, լայնարձակ է, իմիտացիա է ստեղծվում, թե դու ամերիկյան երկար անմարդաբնակ ճանապարհներով գնում ես հազարավոր կիլոմետրեր, բայց սա այդպես չի, այստեղ ամենտեղ բնակեցված է եւ գեղեցիկ, հետեւաբար այս ճանապարհը ոգեշնչող է։ Ճանապարհի վիճակն էլ շատ լավն է, ասֆալտը կայուն է, առանց լատոկների ու լակոտների։ Ձյուն է տեղում անգամ, մենք ձյուն ենք տեսնելու այսօր, բայց դրոնը ձյան ժամանակը թրջի Վարդան, որ պատկերացման։ Այս ձյանվար կթռնի, բայց էսի խնդիր չի, սա դեռ խնդիր հարուցող չի։ Իրականում հրաշք է սա, ես պատկերացնում եմ, եթե մառախլապատությունը չլիներ, ինչքան գեղեցիկ կներ, այս ծառերը նկարելը պես սիրուն է։ Տեսեք ինչ գեղեցիկ տեսարան է, ֆիլմային տեսարան, բոլոր այն մարդիկ, ովքեր ուզում են գեղեցիկ տեսարաններ ստանալ իրենց տեսանյութերի մեջ, սա այդպիսի տեսարան է, տեսեք։ Սա հստակ երևում է, որ մարդու տնկած ծառեր են, բնական ճանապարհով չի արժեն, բայց շատ գեղեցիկ է։ Ապրի այս հանձնավորությունը, որ սա սիրուն բան է սարքել, կազմակերպել դեպի Մեղրաձոր ճանապարհին, շատ գեղեցիկ է։ Սա տարբերվող ճանապարհ է, մեր գնացած տեղերին համեմատած, սա իսկապես մեկ ուրիշ էմոցիոնալ, նկարի, որը ինչ սիրուն է։ Սա սիրուն է կադրը, պարզերևում է, մեր աչքի տեսածը փոխանցվում է մեր բարեկամներին, որ տեսնեն, իմանան ինչ գեղեցիկ է Ծաղկաձորից այն կողմ։ Տեսեք, հրաշք տեսարան, Մանրախու եւ արև ու ամպեր, հրաշք ուղղակի։ Ջերմոցներ են աչից, ջերմատաններ են ընկերներ։ Մեր այգին, գերատեր մեր այգին, ինչ-որ տարածք է այստեղ մեր այգին կոչվող, համաձայն եմ ամբողջովին, լնային այ ճանապարհի գեղեցիկ։ Շատ սիրուն է։ Գիտեք, եթե Մեղրաձոր ապրած լինես, հնարավոր է այս տեսարանը արդեն այլևս սովորական լինի ձեր համար, բայց երբ որ գալիս ես կողքից, երբ որ չես եկելու առաջին անգամ ես գալիս, սա իսկապես հիանալու ճանապարհ է, այստեղ մեքենա չես վարում, այլ զբոսանքի ես դուրս գալիս ու վայելում գեղեցկությունը։ Այսօր էլ բնությունը մի տեսակ կատաղած բաներ է անում ու ավելի է գեղեցկացնում, կարծես ուզում է մեզ ցույց տալ, թե ինչ գեղեցիկ կարող է լինել եւ ամեն հնարավոր գեղեցիկ հնարքները կիրառում են մեզ մեր գիտակցությունը սանձելու համար։ Մենք էլ սանձվեցինք
Սա ինչ է ընկերներ, օրալիշ ելես ես նկարի էլի։ Ես իր սիրուն է, երևում հա։ Կամերան ցույց կտակ ջոգելով իջնեմ։ Ռնայ ամանորյա գեղեցիկ տեսարան է։ Արևը ամպի մեջից սարի գլխավերևում շողում է եւ այս փաթիլների հետ խաղ է կազմակերպել մեզ համար։ Խաղում են աչից ձախից։ Խաղ է սա բնության, որ հիացած հետևում ես այդ մի ճանապարհն էլ ցույց տես հետաքրքիր ծառերով։ Ամենտեղ ծառեր են ու սա կենթանի օրինակ է թե բնության հետ ներդաշնակ լինելն ինչքան գեղեցիկ է։ Ես կուզենամ, որ մի գեղեցիկ անձնավորություն բնասեր, հայրենասեր կազմակերպի մեծ ծառատունկ հայոց աշխարհում, անունն էլ դնի հայոց մեծ ծառատունկը ու ամբողջ մեր մարզերը այսպես սիրունացնի։ Ես հիմա վստահ եմ, որ բիոինժեներիան թույլ կտա գտնել այնպիսի բուսատեսակներ, որոնք հեչել առանց ջրի կարող են օդից վերցնել ջուրը ու աճել։ Կուզենայի, որ այդպես մի բան անեին։ Հրաշքների ճանապարհ եմ ես սա անվանում, որովհետև պակաս չի հրաշքից։ Հիմա ստեյով ամեն օր գնացող եկող մարդը կասի այս սրանք ով են նրա բան չեն տեսել, բայց իմացեք, որ իսկապես տարբերվող սիրուն ճանապարհ է։ Այստեղ կարող ես 20 արագությամբ հանգիստ գնալ ու հիանալ, բայց մենք 20 չենք գնում, որովհետև կարևոր առաջադրանք ունենք Մեղրաձորում։ Գիտես որ գյուղն ենք հասնում։ Մարմարիկ գյուղն է կադրերում, ընկերներ, հենց Մարմարիկ գյուղը թեկուզ վերջերս ոչ այդքան լավ տեսանկյունից մեզ հայտնի դարձավ, բայց այնուամենայնիվ համբերություն բոլոր հարազատներին մեր փոքրիկ Տիգրանի, հոգին թող հրեշտակների հետ երկնքում սավառնի։ Դե ինչ ընկերներ, ճանապարհն էլ կյանքի նման է, անցնում ես տեղերով, որոնք ունեն պատմություններ, մեկը լավ, մեկը վատ, մեկը ցավեցնող, մեկը ուժ տվող, ոգևորող։ Եվ եթե մենակ կենտրոնանաս ոգևորողի վրա, շատ լավ է, բայց հաշվի պետք է առնես նաև վատ պատմությունները, դժբախտ պատմությունները, որպեսզի կյանքումդ ուժեղ լինես, չապրես իլյուզիաներով։ Հիմա մեր այսօրվա ճանապարհը թող մեր այսօրվա անցած ուղին Մարմարիկ գյուղին դրական էմոցիաներ տա, մենք ձեզ շատ ենք սիրում, մեր լավ հայեր, գեղեցիկ եղեք, հզոր եղեք եւ իմացեք, որ մենք եկանք անցանք ձեր յուղի կողքով, հաջորդը հաստատ հյուր են գալու, բայց այսօր դժվար։ Այսօր գնում ենք Մեղրաձոր, տես արդեն ճանապարհը աչաթեքվում ու տանում Մեղրաձոր, այն Մեղրաձորն է երևում հիմա քո պատկերացմամբ թե չէ։ Մեղրաձոր, այլով Մեղրաձոր ընկերներ, այսի դզեց, այդ լավ բան են արել։ Երբ որ գալիս ես Մեղրաձոր, ակամայից խոստովանում ես սեր Մեղրաձորին, բայց Մեղրաձոր տանող ես ասֆալտը արդեն սովետական հնչյուններով է նվագում մեքենայի տանիվների տակ։ Այս երաժշտությունը միևնույն ժամանակ հարազատ է, ոգևորող եւ միևնույն ժամանակ էլ մի քիչ այտենց ասում եմ, տես ես կամ ու կարայի չլնեի։ Բայց ամեն դեպքում սա որակի նշան է, որ տեսեք արդեն երևի մի 40-50 տարվա մինիմում ասֆալտ է ու ինչ մեծ մասը մնացել է ասֆալտի, ճիշտ է։ Կան կարկատաններ, բայց հիմնականում ասֆալտը իր տեղում է ու մեքենային էլ շատ վնաս չի տալի։ Օրինակ մեր Վերնաշեն Գլաձոր ճանապարհը մեքենա ուտող ճանապարհ է։ Այս ավտոն սա Հայաստան ֆռում է ոչ մի բան, ինչը լում է մեր ճանապարհի վրա է ալնում ու մարշվածությունն ընդ է հիմնականում։ Այնպես որ հույս ունենանք մեր Վերնաշեն ճանապարհը այս տարի կսարքել։ Շուլուխներ է եկել որ սարքելու են ախպեր։ Այդ լավ է։ Տեսեք ձյուն կա Մեղրաձորում, կարող է ախպեր եկել է մեզ դիմավորի։ Հələ հարցը փորձ ամեն դեպքում անենք։ Բարի օր ձեզ։ Պատահաբար դուք մեզ եք սպասում։ Ես տենց ես գացի ախպեր։ Ես սպիտակ ավտոները շատ եմ սիրում։ Դու երրորդ ախպերն ես իմ ախպերից։ Հորողպեր տղեն ես, կայնի։ Հա դու մեզ թորն ես, անուտ ինչ է։ Հա, Աշոտի։ Ուրախ եմ ծանոթության համար։ Աշոտ, պապի անն է Աշոտ։ Պապի անն դրել ենք ով վրա, քեզ շատ է սիրում էլի։ Բա վсё, որտե՞ա բանը հուշարձանը, ելնենք մա ծիրուն նկարենք, ի՞նչ կպատմես Մեղրաձորից մասին։ Ախպեր այնքան բան կա։ Հա, ուժեղ ձոր, հա։ Ուժեղ ձոր։ Բան չեմ Մեղրաձոր։ Ժամանակին թեժառույք է եղել։ Այս մեր վանքստեղ եկեղեցի վան։ Հա։
Հետո դրա անունը հետո տեղափոխել են արդեն այս մեր թվականները դարձել է Մեղրաձոր Վանքի անունը ինչ է ել է Թեժարույգ 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 հիմա կա վանքը Թեժարույգ դե է անտառի մեջ է բայց կարանք դե բայց չեն կարա գնանք չէ դրոնը կհասնի այդ վանքին քանի կիլոմետր է հենց ստե է դե վсё հելենք յուղա մեջ ու սկսենք դե ուրեմն ախպերս լավ էսի կջոգենք ոնց ենք անում բարեկամներ տեսեք ինչ պահի մեջ է սա նոր ռուբլյաներն է բանը թազա է էլի են հինը չի էլ արդեն վրան էլ նկարած է բանը Հայկ Նահապետը մեր հայոց հաստատ հայ է էլ էս փողերը սարքողը ջան Զովազների հուշարձանի մասին է չէ ախպերս բանը Արմեն ախպերը ասած սիրուն կնկարեք զովազներին է զովազներից բարեկամ ունեք ձեր յուղացի մեր անուշ ախպերներն են քանի հոգի գնացինք հետևում ենք Աշոտի Քեմրիին Աշոտը մեր հոբելյարի առաջին թորնիկն է մեծ թորնիկը անունը կրողը հետևաբար հետևենք նրան 55 FF 555 կարար 55 ելներ բայց 595-ը Մեղրաձորն է կադրերում մեր բարեկամները որոշել են մեզ հրավիրել համ հայրիկի ծննդյան օրը լավ անցկացնելու համ էլ իրենց յուղի մասին մի փոքրիկ ֆիլմ նկարելու հետևաբար մենք մեծ սիրով դա կազմակերպում ենք եւ ով սրտանց դա ուզում է մենք անում ենք մենք սիրում ենք մեր հայոց աշխարհի բոլոր բնակավայրերը մեզ համար Հայաստանը Երևանով չի սկսում ու ավարտվում որովհետեւ ինքներս մարզից ենք եւ ես ինքս շատ անգամ նկատել եմ որ հիմնական տեղերով շեշտը դրվում է Երևանի վրա եւ դրա համար ես փորձել եմ այդ սխալը ուղեմ տենամ հուսով եմ բոլոր մարզերից կլինեն բլոգերներ ովքեր մեծ սիրով իրենց մարզի մասին կպատմեն մեզ մենք էլ ամեն ինչ կիմանանք մեր հայրենիքի մասին ընդհանուր ոչ թե մենակ Երևանի մասին կամ մեծ քաղաքների հիմա ընկերներ գնանք գեղեցիկ հետևենք Քեմրիին գնում ենք Մեղրաձոր գյուղի հերոսների հուշարձանին եւ սա շատ լավ ժեստ է որպեսզի մեր հերոսներին չմոռանանք հիշենք ու հարգենք նրանց արած գործը մեզ համար ապագա է կերտել իսկ այդ ապագայում մենք միշտ պետք է շնորհակալ լինենք Մեղրաձորի գեղեցիկ նկարը հայուհու հայ կնոջ շատ սիրուն են նկարել ապրի նկարողը տեսեք նմանատիպ գործեր անող մարդիկ իրենց յուղը հարստացնում են տեսարաններով այսինքն եթե ամեն յուղում ունենանք նման ստեղծագործ մարդ ու ստեղծի այն ամենը ինչը որ իրեն կպայի իր հարազատ յուղում յուղերը այսպես կծաղկեն կհզորանան անգամ սիրուն կանաչ թանկանոց ավտոներ կֆռա յուղի բակերում էլի տենց այդ է կարևորը որ ով որտեղ ծնվել է կարողանա ընդ մի բան ստեղծի ու մնա հզորացնի իր երեխաները ընդ մեծանան մեր հայրենիքը հզորանա որ տները չդատարկվեն յուղերը չդատարկվեն մի բան էլ կյանքը եռա ու մեկը մյուսին սիրի անպայման որովհետև մեր ազգի մեջ մի քիչ տարածված է այդ չսիրելու բանաձևերը դες պետքա վերացնենք էդի պետքա մեկս մյուսին սիրենք հարգենք այդ ճուզողությունը մեջներցս հանենք բայց այս նկարիչը շատ կարևոր նկարներ է նկարել միշտ իր յուղի համար ամեն պատի վրա մի գեղեցիկ նկար նկարել է իսկ մենք հիմա նայելով այդ նկարներին հիանում ենք նրան էլ շնորհակալություն ենք ասում նկատենք ինչ գեղեցիկ տեսարան է այս յուղը Ծաղկաձորից ոչնչով չի տարբերվում մի բան էլ շատ հզոր է ինձ շատ դուր եկավ այստեղ հələ այս տեսարանները ախպեր ստե ապրես կյանքը 10 տարի կերկարի ես էլ ասեմ մեղրաձորցիները ինչ են մնացես էս իրաց յուղը ծաղկացնում հիմա զիջում ենք Mercedes-ի վարորդին որպեսզի մենք մտնենք գնանք մեր տղերքի մոտ անցավ 6 երկար տարիներ եւ մենք ընկերներ մեր տղերքին երբեք էլ չենք մոռանա քանի ես կամ միշտ իմ գործի մեջ հիշելու եմ իրանց նկարելու եմ իրանց մասին հեսա մեր անուշ ախպերը ինչքան կարա թո պատմի տղերքի մասին մենք էլ համ հուշարձանը կնկարենք համ տղերքի մասին կպատմենք որ նրանք մնան մեզ հետ հանկարծ չմնան պատմության էջերում թող մնան մեզ հետ ու որ բոլորն իմանան մեր տղաները ով ինչով է զբաղվել ով ինչ տեսակ մարդ է եղել բացի հայրենիքի նվիրյալ լինելը հիմա եկել ենք մեր հզորների մոտ 3 հզորների Մեղրաձոր գյուղի 3 հերոսները ովքեր իրենց կյանքը չխնայեցին հանուն հայրենիքի Ստեղ ես ոնց հասկանում եմ բանն էլ է ստեղ 45 թվականի համաշխարհային պատերազմին է հա 90-ականներն էլ մի հոգի
ծանոթանանք Մեղրաձորի հուշահամալիրին, որը շատ կարևոր է բոլոր յուղերի համար, ոչ միայն Մեղրաձորի եւ մեր հայոց աշխարհի բոլոր յուղերում էլ կան նման անկյուններ, որոնք համ հիշեցնում են մեր հերոսների մասին, համ էլ հիշեցնում են չարաբաստիկ ժամանակների մասին։ Արցախյան պատերազմին նվիրված արձան է։ Էս ոնց որ թազային դեր է, հա։ Ձեր սխրանքը անմահ է։ Էս այսինքն նվիրված է 44 օրյային։ Էսի կոմպլետ 44 օրյա, իսկ Սամվել Մուրադյանն արդեն Սամվել Մուրադյան որտեղ է։ Այն նորիա մոտ էի։ Գնանք սկսենք սկզբից։ Սամվել Մուրադյան Գյուղի պաշտպաններն են։ Իսկ այստեղ մեր անուշ աղբերն է։ Սաղը ժամկետային են եղել։ Էս ինչ մեդալ է։ Ժորա Կարենի Գևորգյան։ Արտաշես Ռուբենի Ղարիբյան։ Հովսեփ Գարիկի Խաչատրյան։ Փառք մեր հերոսներին։ Այս մի տեղը արդեն 45 թվականի հերոսներն են։ Այս բոլորը Մեղրաձոր գյուղից են։ ժամանակ շրջանից էլի։ Հա, այդ շրջանի բոլոր կրվածներն են համաշխարհային պատերազմի։ Լսի, Վարդան, եկեղեցու տեղը ճշտի գնա, էլի։ Եկեղեցու տեղը ճշտի գնա եկեղեցու մոտ։ Դաժան քանդակ։ Մոր ձեռքերի մեջ որդին անշնչացած։ Մի ձեռքում էլ զենքը։ Սա նվիրված է բոլոր մայրերին, ովքեր կորցրել են իրենց զավակներին մեծ հայրենական պատերազմի ժամանակ։ Սա իր մասշտաբներով ու ձևով աննկարագրելի դաժան է եղել։ Եվ Աստծո զորությամբ ու կամքով թողել չլինի նման պատերազմներ ամբողջ աշխարհում։ Որերորդ դար է։ 1800 1800-ական թվականներ 18-րդ դարի վանք է հիմա կադրերում ընկերներ, սա եղել է տարածաշրջանի ժողովրդի հավատքի սկզբնաղբյուրը, հավատք ներշնչողը եւ մեր բոլոր բնակավայրերում կան նմանատիպ գեղեցիկ եւ սուրբ եկեղեցիներ, որոնք մեր ազգին միշտ օգնել են մնալ ուժեղ եւ դժվար պահերին կարեկցել մարդուն հոգեբոր դաշտում։ Այնպիսի ուժ ու հասկացողություն են տվել, որ մարդը դիմացել է ամեն տեսակ դժվարությունների եւ թերևս սա հիմնական մեր լծակներից է պատմության մեջ կանգուն մնալու։ Հետևաբար մենք միշտ ուշադիր ենք մեր եկեղեցիներին եւ նրանց տված ամեն ինչին։ Ես չեմ դադարի զարմանալ եւ հիանալ այս տեսարաններով, տեսեք ինչ հզոր է։ Շատ լավ էլ տեղ են սարքել մեր տղերքի եռաբլուրը։ Մեղրաձորն է կադրերում ամբողջովին, համ գետնից նկարված կադրերով, համ էլ իհարկե դրոնով։ Հովսեփը, Ժորան եւ Արտաշեսն են իրենց հարազատ դպրոցի պատին նկարված։ Եվ սա շատ լավ օրինակ է, որ դպրոցում սովորող երեխաները անդադ տեսնեն ու իմանան ինչ հզոր տղերք են եղել իրենց դպրոցում սովորածները եւ նրանց ուժից, իմաստությունից եւ հայրենասիրությունից փոխանցվի մեր մատաղ սերնդին։ Իսկ հիմա մենք ընկերներ դրոնով կշարունակենք ճանապարհը դեպի Մեղրաձորի Սուրբ Աստվածածին եկեղեցի, որտեղից էլ կգնանք արդեն մեր հոբելյարին ուրախացնելու։ Մենք հիմա հետևում ենք մեր բարեկամներին, ովքեր մեզ կուղեկցեն Մեղրաձորի Սուրբ Աստվածածին եկեղեցի, որտեղից էլ կգնանք հոբելյարին շնորհավորելու։ Հիմա գնանք ոնց է գնում, որ մենք էլ գնանք մեր Աշոտ աղբերը։ Աշոտ աղբերը իր քեմերիով։ Այստեղ ձնածածկ է, ձյան մեջով ենք անցնում հիմա,
Ձեռի հետ էլ ձունենք տեսա ավտոն ենք փորձում տենանք ոնց է այդում էլի։ Մեր հզորների մոտից հիմա մենք շարունակում ենք մեր ճանապարհը դեպի Սուրբ Աստվածածին Մեղրաշատի մեղրոտ փողոցներով։ Մեղրաշատի կոլորիտն է ընկերներ կադրերում Մեղրաշատից ունենք հետևորդներ, շատ ունենք, թե քիչ ունենք։ Եթե քիչ են օրինակ, ես խորհուրդ եմ տալիս բոլոր մեղրաշատցիներին բաժանորդագրվել մեզ, նայել այս տեսանյութը եւ հետեւել Հայաստանի մյուս բնակավայրերին, հզորանանք միասին, որովհետեւ մեր արած գործը հայանպաստ է, մենք մեծ սիրով տարածում ենք մեր կուլտուրան, մեր խոսքը, հայաբարի, հայեցի ու պահում ենք այս ամենը մեր տեսանյութերի մեջ, ով առաջին անգամ կտեսնի մեր տեսանյութերը կարող է խորանալ ու տեսնել։ Տեսեք Սուրբ Մանուկ մատուրն ընկերներ, Մեղրաձորի մեծ աղբերը ու շարունակում ենք մեր ճանապարհը։ Տները շատ սիրուն կառուցված են, հայկական օջախներն են կադրերում եւ իհարկե ճապոնական Camry եւ գերմանական Porsche, հայ Post-ն է կադրերում, ռուսական Nivan եւ Mitsubishi-ն, կամազները ռուսական, եթե կամազ կա իշ Niva Վարդան, կամազներն են անուշ աղբերների, որ գնան հայոց աշխարհի համար օգտակար բաներ բերեն։ Եկեղեցին կտեսնենք իմ պատկերացումը։ Հիմա համ օպերատոր եմ, համ վարորդ եմ, համ էլ մեկնաբանը այսօրվա մեր տեսանյութի Մեղրաձորի։ Բայց ինձ հետաքրքիր է, ասենք որ մի գյուղ գնում ենք, նկարում ենք, այդ գյուղացիներին ո՞ն է հետաքրքիր է նման մտնեն տենան իրենց գյուղի մասին, ինչ ենք ասել, ինչ ենք խոսացել, ոնց ենք խոսացել, թե չէ Վարդան, ինչ ես կարծում, արա հզոր տեսարան լեռների, արա այս ամեն ինչը տեսած մարդը, ստեղ մեծացած մարդը ուղղակի չի կարող կամքից թույլ լինի, հա, մենակ բնությունը ինքը ամեն ինչը տալիս է, որ մարդը հզոր լինի, ուղղակի պետք է ուշադիր լինել եւ վերցնել բնության նվերները։ Ահա հեսա, բա ժամա փաստորեն եկեղեցի չի։ Վարդան, Սուրբ Աստվածածինն է։ Հասանք։ Քաշենք, օրա կռազներ կադրերում։ Կռազ, կարամ մտնեմ մի անգամից, կարամ։ Կարամ էլ, հա։ Մտնում եմ բակը։ Հասանք ընկերներ։ Կանգնելու տեղն էլ կա, խաչքարեր կան 13-րդ դար մինիմում, իջանք ծանոթանալու։ Ու դրոնը կիչցնես, հետո կշարունակենք։ Ինչ կպատմես եկեղեցու մասին, բարեկամ։ Որշի բան։ Ստեկավ արանակ, որ իսկ արանք օգտվենք իմանանք։ Բայց լավ չէ, էլի պետք է տեղադրեմ, որ եկածող մարդը կարանա կարդա, ինֆորմացիա հավաքի Կիրակոսյանների տոհմի ժառանգներից։ Տեսեք ինչ գեղեցիկ են վերանորոգել, ռեստավրացրել։ Աստված պահապան բոլորիս, մեր հայ ազգին եւ բոլոր նրանց, ովքեր մեր լավն են ուզում, մեր լավ օրերով ուրախանում են։ 12 առաքյալներն են նկարված խորանի պատին։ «881 թվական, հա 881 է թե 1881, այսինքն բնակավայրը հենց այդ ժամանակ է եղել ստեղծվել Մեղրաձորը 11 թվականին վերակառուցվել է եւ տեսեք ինչ հրաշք եդեմական տեսարան են նկարել վանք մտնելուց։
Հա։ Կան։ Ես օրինակելի փաստ եմ ձեզ ասում, այս եկեղեցին վերակառուցվել է Մեղրաձոր գյուղի բոլոր բնակիչների անմիջական մասնակցությամբ, թե ֆինանսապես, թե հենց գործանելով, շինարարությամբ, բոլորով հավաքվել են եւ իրենց հավատքը ամրապնդելու համար եւս մեկ անգամ վանքը վերակառուցել են, սրանով ցույց տալով, որ ոչինչ չի փոխվել հավատքի առումով, նրանք հավատացյալ են, հավատում են իրենց արժեքներին, մեր առաքելական եկեղեցուն եւ այդ արժեքներով շարունակում են շեն պահել իրենց օջախները, գյուղը եւ հայրենիքը։ Դու արդեն հասել ես այդ հաջող։ Տեսարանները անզուգական են դրախտային։ Ես իրարվա Մեղրաձորի վրա, հանկարծ որ փող ունենամ, պետք է Մեղրաձորի համայնքը ինձ մոտ տարածք նվիրից տե, որ գամ տուն սարքեմ։ Բարեկամներ, մենք շարունակում ենք ճանապարհը մեր մեծ աղբեր Աշոտի մոտ։ Նա փաստորեն շուտվանից արդեն տարի ու կես հետևում է մեզ եւ տարի ու կես հետո հասունացավ այն պահը, որ մենք գնանք իրեն ուրախացնենք։ Ինձ թվում է շատ կուրախանա։ Քեզ էլա թվում, Վարդան։ Գնանք ուրախացնենք մեծ աղբորը։ Տես բուք է եղել Արևանի կրիշից, լսվել է ճանապարհը։ Շատ բուքաշատ ճանապարհ է սա։ Բքային ճանապարհ է, ընկերներ։ Հին գյուղ է, տրադիցիոնալ գյուղ է, շատ դուր եկավ ինձ Մեղրաձորը, իսկ հիմա Մեղրաձորի թաղերից մեկում ենք, որտեղ ասֆալտը կայուն է, ասֆալտ կա։ Ստե գյուղացիները ոնց որ լավ համայնք են կազմել ու հոգ են տանում մեկը մյուսի մասին, հետևաբար եկեղեցի են միասին հավաքվել, կառուցել, իրենց գյուղին են լավ հետևում, որ ամեն ինչ լավ լինի, գեղեցիկ լինի, անգամ բակում գազոն են փռել։ Վերի թաղից են փաստորեն, մեծ աղբեր Աշոտը վերի թաղեցի է։ Մենք ես էլ մեր տան վերի թաղեցին եմ։ Չէ, այստեղ կայն եմ։ Ահա, այստեղ կայն եմ։ Բարեկամ, դու իմ անակնկալը մի արա ոչ անակնկալ։ Թող մեր համար հանգիստ բան անենք, էլի, այսպես անենք։ Կան ռուշնիկ անենք, էլի։ Բիրալ ես, նկարի մեջ մենակ, հա։ Չէ։ Տղա թորների հետ է։ Տղա թորների։ Բացեմ։ Հա, սկսում ես նկարել։ Անթուն ինքն էլ ուզում նկարի, մեր Աշոտ ուզում է նկարի, ձեն մեն սաղ տեղն է, զապիսը բանը, всё։ Հա։ Աշեսա կլինեն դուս կբռնվենք։ Չեն են, բռնի դուր։ Արմենի ընտանիքի Էդգարի կողմից, Էդգարի ընտանիքին է, երկուսն են ընտանիքներով։ Տեղը Մեզ զգուշացրել են, որ այսօր Մեղրաձորում Մեղր մարդու ծննդյան օր է։ Ուրա, ով է։ Ուրա մեր հոբելյարը, ով է։ Դու ես մեծ աղբեր։ Աշկան եմ սպասեն նայա։ Բա դրա համար եկել եմ ես քո ծնունդը հիմա շնորհավորել, տեսիչ հրավառություններ են կան։ Հրավառություն մի օր էլ ստա։ Բայեկամ եկել եմ Դիշերը չէ նայեմ ապել։ Քայլել եմ այդ հոբելյարին ուրախացնեմ, հեսա սաղ կխոսանք։ Մեծ աղբեր Աշոտ։ Ասում են դու մեղր բնավորություն ունես, հա քեզ սաղ շատ ես ու քաղցր ես էլի։ Ամեն լավն է։ Օգտակար ես, ամեն ինչը տեղը տեղին, գիտես քեզ ինչքան են սիրում բոլոր, այսպես փոքրից մեծ, սաղ սիրում են։ Բայց ես էլ ձեզ եմ շատ սիրում, դրա համար եկե ասել եմ ձեզ ուրախացնեմ, ուրախություն բերեմ, Մեղրաձորում ահագին պտույտներ արինք, սիրահարվել եմ, Մեղրաձորին շատ լավ տեղ է, մալադից ուժեղ տեղ է, եկե սարք է, ստեղծագործ է, Ետ լավ երազանք պահի, քեզ սեր ու քաղցրություն ենք բերել։ Ճիշտ է, Մեղրաձորի քաղցրությանը չի հասնի, բայց ես ուրիշ քաղցրություն է, մի բան։ Ծափեր տանք մեծ աղբեր։ Դու 40-ը չէ լրացավ։ 40-ը լրացավ։ Շատ լավ է, դեսի վերցրու։ Գիտեմ 40-ը մեզ չեն նշում, դրա համար թե շատ չեմ գողում քեզ էլի։ Ոնց 40 չէ։ 40, ինչ վատ 49-ը, 40 Չէ ցածկնես մատին։ Մենք բերել ենք սիրուն նվերներ քեզ։ Բայց նվերներից հիմա մեկը տամ։
Հələ բաստենանք էտիշն է բերենք բերե։ Գիտես ում կողմից եմ եկե։ Դու լավ ընկերություն ես, չէ՞, ընկերական շրջապատ։ Ունես, չէ՞։ Ունիմ, ինչի՞ չունիմ։ Բայց իրանք չեն, էլի։ Հələ բացի մախտեր։ Դու ընկերուհիներ էլ ունես, չէ՞։ Դու բայել եմ վաղտեն էլ շատ ելը։ Դե մատ այսպես մատը սենցա ծակի ճաղի բաստենանք էտիշն նկարա։ Տենամ աշկեր կփայլի որ տենաս, թե չէ։ Օգնում է, կյանքի կեսը միշտ կոկողը կայնած, քեզ օգնել է ու օգնելու է միշտ։ Դրա համար, այս նկարը հենց տենաս, ջոգեր իշ նկարա, տղեկով եք էլի։ Աշոտներով, անունի չապուճուրի։ Նարեկ կտա, Նարեկ կտա։ Հիշում ես, որ քեզ պատերժկա արած նոր ես ճղիկ է։ Հիշում ես։ Հիշում ես ով օգնես քեզ որ ես ճղիկ։ Կինը։ Հա, բամատը չես պաչի։ Պաչի էլի։ Պաչի օգնես էսի բացիկ ես գեղեցկությունը նկարը բացիկ։ Էս իրոք Սիմանարիկ պատը Էդիս պաչել պաչի։ Հլա դες կաներեք որ ընդհատեցի այդ քաղցեր պահը, բայց հտենց էր պետք։ Դելիք շարունակ Հա, շարունակեք էլի, էդ ով վերջը չի։ Հա, տես, այս ուրեմն այս գեղեցկությունն էս ընտանիքը ստեղծել եք երկուսով։ Դրա համար հիմա որ ընտանիքը բոլորը հələ չեն եկել հավաքվել միասին չեն։ Ես եկել եմ իրանցից մի քանիսի կողմից, կարևոր մի քանիսի, օրինակ Արմենի ընտանիքի կողմից ու Էդգարի ընտանիքի կողմից։ Լավ տղերք։ Քո լավ տղեկն են, որտեղ դու լավ պապա ես, լավ օրինակ ես, այսպես փայլուն պապա ես, էլի դրա համար էլ դες սիրված ես ու հարգված։ Եվ բերել ենք մի հատ լավ նվեր, դու իրանց համար համ պապա ես, համ ընկեր ես, համ էլ Անուշ աղբեր ես։ Դրա համար ես բերել ենք Անուշ աղբեր։ Անուշ աղբեր, կոնյակ ենք բերել, որ հավաքվեք Անուշ աղբերներով ու խմեք։ Հարմարվացելու պես ես հզոր Անուշ։ Դունել Ստեփան ջան։ Բայց Սաղոր ես կանյակներ որ Հայաստանով ֆրն բացում ես։ Հələ արի իրար այդ մոտ ֆոկուս անենք, հələ ես չէ, էնի մի դիր, հələ ես ֆոկուս ար։ Դսել։ Հա, կայնդը հիմա մոտ ֆոկուսել եմ։ Ուրեմն մի հատ լարս ես որ բացեմ։ Ես ֆոկուսնիկ եմ։ Մոտ էլ ֆոկուս ար, այս ֆոկուս։ Բայց իսկական արա կաղասուտանես չլի։ Ինչ անեմ, սենց։ Այսպես ֆոկուս։ Բացել է։ Որը էդ ի՞նչ ֆոկուսնիկ ես դու։ Էս էլ էլի նվերա։ Տղեկիդ կողմից, գիտես ինչի։ Որ էթաս ծաղկաձոր։ Քեֆ անես։ Հանդից էլ կարաս էթաս Եգիպտոս, ուր ուզես։ Ծննդը շնորհավոր են։ Շատ ապրես։ Քեզանից շատ շնորհակալ են, քո սերունդը շատ շնորհակալ է, դաժե թորներ, աշը թորներ, մանավանդ ավելի շատ շնորհակալ է քո անունը կրով, բայց ո՞նց այլ է քեզից բոյով այլ է։ Ավելի ուժեղ, հա։ Աշոտ նա տարի գերկի պապի։ Քո ուրախությունն է, չէ՞, քո անունը շարունակում։ Դու ամենակարևորը հարգված անձնավորություն ես, հարգված մարդկանց հետ էլ նստել ես, հարգանքներս բոլորի տայ հիմա։ Դե նստի, մի ամա չէ, արի նստի տենանք ինչ կա, արի, նստի, ես լսել եմ, ասել եմ պահացելու պահա, չեմ ասել։ Հա, ճիշտ է, լսի, պաստոր են, որ հավքվեն, հանկարծ ես կոնյակին ձեր չտաս, կոնյակը գիտես երբ է բասվելու։ Ասել։ Ես կոասասները լսում եմ, էդի դնեմ ծոր։ Բացում ես, այն ուժեղ տղայի բանակից հետ գալուց։ Ինչքան մնաց որ էթաս։ Համարն էտմ էլի Ստեփան ջան, մնացը Համարը։ տարան։ Դե բան արել, հիմա դե ֆոկուսար տենամ կաղա մի քիչ էլ ինձ էլի, հլար, ֆոկուսար։ Չէ լա, ընդամենը ես ինչա կաղա ոսկի է։ Չէ, ես չի։ Դե նստեք էլ, նստեք նրան։ Ուզում եմ էտամ։ Ուզում ես, էթում ես, ասում ես տարեք ինձ, չեն տանում։ Թորից տեղ ես էտամ։ Հա չէ, այնպես պետք չի։ Ինքը իր տեղը էտա տաղամար դառնա գա։ Չէ, թո էտա տաղամար դառնա գա։ Հա, բան չասի, ցավը չան։ Բայց ինչ եք սեղանը դրել ոչ մի բան չեք կապել։ Ես ինձ սպասում Այ ես ինչ սպասելու բան եմ մատել։ Քիչ ազնվորություն չես ցավը տան։ Դες որ մարդիկ են ժայլ երևում, ովքեր կյանքը լավ են հասկանում։ Աստված ծաղի սարովցություն ծաղբերից, երկար կյանք ունենան, որ մի մեր բոլոր անցյալների երկար ապրինք, ես իմ աստու տված է, գրած է, եբ իշ կրնի նադիլ է լավ ենք, ցավը տանը։
Թո սաղ է լավ է լինի, երգիրը բալի դզվի, խախանդվի, ապրի, ժողովրդի ժայել։ Լավ բաներ ես ասում։ Խավը տանեմ։ Բավարություն է ստեղծվել, որ հեսա հայ-հայա դուրս են գալիս, օջախի կենած բան, գնում ենք, մեկ էլ ասում է, կոֆե չեք խմում, ասում եմ, չէ, կոֆեն եկավ։ Հեսա։ Նայ մեկ, ես զորում եմ նստի հասկեր, նստի ասած լիս մի հատ խպելու համար, սա հաղորդումները նա։ Հա, կլեցեմ, սրանից հետո ես խորհուրդ ընդունում եմ, կլեցեմ, կխփեմ, կտամ Վարդանը կխմեմ։ Չէ, դե ծարեր ես, դու տեսեր եմ երում։ Հա։ Ես վերջում զորին լեցի խպելու համար ասել։ Դե ոչ եմ ասելու, չէ, պետք է մի բան անենք տակից դուրս գալ։ Ջան։ Է բարավենելու է լացարտահեն։ Հա։ Փաթաթ է գիրգե բանդի։ Տիտ։ Հա, բա։ Դենելը։ Վարջան, կոֆե խմե։ Ինձ ես նկարում աղբեր։ Ես չեմ սիրում որ կադրի մեջ Որ երևա։ նկարը վարտանս բար։ Արի։ Որ հաջողություն կամենանք էտայի լավ գարզերի։ Ուր ենք այդում նկարվենք։ Մենք գայլանք նկարվել։ Դուրս են նկարվենք։ Հա։ Ես էլ եմ վերիտ, մեր գյուղի վերի թաղից էլ ես եմ, հա։ Վարկա։ Ջան։ Այստեղ լավ է, չէ՞ Վարդան։ Ուր են օպերատորները, եկեք նկարեք տատին պապին ինձ։ Հեսա պրսնում է, արեք, զարյակ Եկեք նկարեք, տատի իմյան արի կայնի, չես նախանձի, չէ։ Չէ, այվա։ Աշարի պապում։ Դու ինքին Արը սաղ նկարում են։ որ այդ նկարվինք, մեկ էլ քիչ վաղտ է մնացել։ Էլի կեկավ։ Մի տարի բան մնացել է, չէ։ Մի տարի։ Դե ամառը Լավ է ձունա եկե հետո, է։ Տեսել ես այս ձունը։ Տեսել ես կան ձունա եկան։ Արժան դե հելան կախվերես։ Ես սիրում եմ որ մարդը կոլոտանում։ Թե չէ, բոյով։ Այդ ավտոն ես նայեմ։ Ասում մի հատ մոտ։ Դե մետ խոտու քշի։ Նստիլը։ Արի։ Չէ, լավ է։ Արի մետ գազ դու։ Էլի վերը ֆրան։ Դու քշերեմ։ Արի։ Հենա իր գադել ընդ կա պրադո։ Lexus-ա կոնը։ Lexus-ա։ Porsche։ Կոնը, Prado։ Prado Lexus էլի։ Չէ, պրադո իսկա։ Prado-ն ի՞նչ է։ Prado ի՞նչ։ Lexus Toyota։ Toyota։ Դեսի Porsche։ Հա, գիտեմ ես։ Մատ նստի քշի։ Չէ, Նստի մատ գազ դու։ Դու քշերեմ, կարշոտ եմ տվե, դա։ Այս էրա գազն ուրիշ ձևի, հա։ Մենակ թե էնի մուզած ձևով խոդ են գան, էլի։ Էսի մուզած ձևը չի, բայց խոդ են նմա։ Հա, դժվար է։ Մատ գազ տաս, էլ։ Ես հելն ես, դե ֆռալ տեղ կա։ Դու ստել կարաս ֆրը։ Մտե հայատներ ֆրել են։ Բարեկամներ, մենք ավարտեցինք եւս մեկ գեղեցիկ անակնկալ։ Մեր բարեկամների օջախ էին գնացել, շատ հարազատ մթնոլորտ էր, հետ էլ ինձ օտար չէի զգում։ Իսկ հիմա մեր տպավորությունների մասն եմ ուզում կիսվել։ Մեղրաձորը իսկապես իր տեսակով տարբերվող գյուղ էր, մեր հայոց լեռնաշխարհի տարբերվող գյուղերից է, շատ հավանեցինք թե մարդկանց, թե կարգ ու կանոնը, թե ամեն ինչը։ Մեզ շատ դուր եկավ, այնպես որ հարգանքներս, ով չէր եկել Մեղրաձոր, մեզ հետ այս անգամ եկավ, տեսավ, ծանոթացավ։ Լավ մնացեք, իսկ մենք գնում ենք մեր Եղեգնաձորը, Մեղրաձորից Եղեգնաձոր ընկերներ։ Մեղրը ավելի քաղցր է, բայց Եղեգնաձորն էլ արվեստագիտության կենտրոնն է, էլի, ինձ եղեգը վերցում են ու լիքը բաներ են սարքում, մեր Արթուրի նման, Արթուրը նեցին բաներ է սարքում ծղոտով։ Բարեկամներ, Երևանի երկինքը ուղղակի կախարդական է, հրաշքներով լի, տեսեք ինչ սիրուն տեսարան է։ Վերադառնում ենք Եղեգնաձոր, մեզ համար լրիվ անմեղ մի նելիշ տեսնենք այս գեղեցիկ տեսարանը, որի կողքով անտարբեր չեն կարող անցնել եւ վստահ եմ հիմա լիքը մարդիկ ովքեր գնահատում են այս գեղեցկությունը, հաստատ նկարում են մի քիչ մոտիկացրու էլի 2-3 բամբերի սիրունությունը տարբերվող ամբեր են ասել հրաշքներ երկնային հրաշքներ գեղեցկություն Երևանի գազնոցի դիկ կոչվող հատվածում կենթանաբանական այգու վերելքը ընկերներ կենթանաբանական այգու վերելքի վրա մենք նկատեցինք այս դյութական տեսարանը գազելի ֆոնին, որը իմ համարից մի թվով է տարբերվում երկու տառով, բայց շատ գեղեցիկ է, գնահատում ենք մենք միշտ գեղեցկությունը, իսկ հիմա ձախից
պատոկը ավելի խիտ է, քան աչից, դա մեզ համար լավ է, հանգիստ կեթան կհասնենք Եղեգնաձոր առանց խցանումների։ Երևանում խցանումները շատ են ու գնալով ավելի է շատանում, որովհետև ով կարա, ինչքան կարա ավտե առնում բերում լցում Երևան։ Մենք էլ միամիտներս այդ մարզի միամիտներով գալիս ենք ու ընկնում ենք այդ խցանման մեջ ու խելագարվում ենք մի քիչ, բայց չենք մոռանում, որ մեր կյանքի 5 տարիները անցնում են խցանումներում։ Այդ 5 տարին պետք է լավ ապրել, ուրախ ապրել, հանկարծ ապարդյուն չանցնի ժամանակը։ Այնպես որ մեքենայի մեջ ունեցեք զբաղվելու բաներ, որպեսզի այդպես ժամանակ մի հատ կոֆե դնեք, խմեք, մի հատ հաց ուտեք, երաժշտություն դնեք, լսեք, վայելեք, կամ եթե ստեղծագործող եք, ձեր նոթատետրը ձեր գրպանում պահեք, որ այդ ժամանակ հանեք ու ստեղծագործեք։ Այո, պրոբկայի ժամանակ կարող եք զբաղվել ձեր սիրած զբաղմունքով, կարող եք դենզի դնել ու խաղալ Մարիո, Կոնտրա, էլի այդպես բաներ, Սոնիկ, ինչ ուզում եք կարող եք խաղալ, ասեղմանակ։ Ուղղակի գտեք ձեզ զբաղեցնելու ձևը խցանման մեջ, որպեսզի ձեր կյանքի 5 տարիները չանցնեն հենց այնպես։ Ինչքան էլ չուզեք, 5 տարի պրոբկա եք ապրելու։ Այնպես որ ճիշտ ապրեք այդ պրոբկան։